բանակցային գործընթացի մասով ասեցիք, որ կողմերի առաջարկած տարբերակով ինչ որ բան էր եղել, որտեղ որ ըստեյության մտել էր փակուղի բանակցությունները, եւ մենք տեսանք, որ սա որ եկավ իշխանության, սրա կողմից առաջի բանն էր, ես սկսում եմ իմ զրոյական կետից։ Նախ սկսեց ինքը իր զրոյական կետից, հետո եկավ ասեց, որ սա միջև այդ արդեն տված էր եւ այլն, այդ ստախոսություններին ու բանին չեմ ուզում անդրադառնալ։ Ինձ հետաքրքիր է հետեւյալը։ Լավ, բանակցային գործընթացի կանգնելու պահը կոնկրետ իր ապարագայում ո՞րն էր 19 թվականի առաջարկությունը, որը որ մերժվեց, թե մինչ այդ արդեն ինքը եկել էր ու քանդում էր այդ բանը։ Չէ, ես կարծում եմ, որ ինքը նախ մանրամասն չի կարողացել սկզբից տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև զուտ միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր համոզվել, թե այդ փաստաթղթերը ուր են տանում կողմերին։ Այնուհետև երևի թե արդեն Դուշանբեում ինչ որ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ, ինչու եմ ես այսպես կարծում, որովհետև դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որը սկսեցին ինձ շատ խիստ անհանգստացնել։ Ո՞րն էր այդ իրադարձությունները։ 9 տարի շարունակ համանախագաները եւ նաեւ Եվրախորհրդի անդամ երկրների արտգործնախարարները կրկնում էին այն, ինչ որ ասում էին համանախագաները, որ խնդիրը պետք է լուծվի հայտնի 3 սկզբունքների հիման վրա, բայց չգիտես ինչու 19-ի սկզբին փոխեցին այդ դիրքորոշումը եւ բնական Հայաստանի համաձայնությամբ եւ գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով։ Ինձ համար դա ծիծաղ է տալիս, բայց ինձ համար դա ծիծաղելի չէր։ Ինձ համար դա շատ մեծ, այսպես ազդակ էր, սիգնալ էր, որ վտանգը մոտենում է։ Շատ պարզ պատճառով, որտեղ այն սկզբունքները որ կային, միջազգայինորեն ճանաչված սկզբունքներ էին։ Իսկ արդարության սկզբունքը շատ հարաբերական հասկացողություն է։ Մեզ համար դա կարող էր արդար լինել, մյուս կողմի համար անարդար եւ հակառակը։ Այսինքն այդտեղ վիճելու այնքան տեղ կա եւ կարծում եմ դա արվել է Ադրբեջանի խնդրանքով, Ադրբեջանի պահանջով, որովհետև նախկինում միշտ այդպիսի փորձեր եղել են։ Բայց այստեղ երևի ինչ որ առևտուր էր կայացել, այո, մենք այդ սրան կհամաձայնենք, դու էլ մի կրակի սահմանի վրա։ Որովհետև հետո դրոշակ էր, չէ՞, դարձրեց սահմանին չկրակելու բանը։ Այո։ Ոնց որ հիմա են ասում խաղաղություն, այն ժամանակ էլ էին այդպես խոսում, թեև ինչպես հիմա, որ մեր տարածքների մի զգալի հատված գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, այն ժամանակ էլ ընդհուպ մայիսին մենք ունեցանք շփման գծի փոփոխություն, մեծ փոփոխություն։ Դա տեղի ունեցավ Արարատի մարզից մինչև Սյունիք այդ հատվածում։ 18-ի մասին եք ասում, այո, 18-ի մայիսի վերջին տենց վերջին։ Դա իօքուտ մեզա չէ եղել այդ տարածքային այդ սահմանային փոփոխությունը։ Այո, դա իօքուտ մեզ սկսվել է լինել 13 կամ 14 թվականից, երբ որ մենք այնտեղ մեծ երկարությամբ
տարածքներով ուղղակի առաջացանք կանգնեցինք մեր սահմանի վրա։ Մի մետր ադրբեջանական տարածք մենք չէինք մտել։ Այսինքն չեզոք գոտին լրացրեցինք, ճիշտ եմ հասկանում։ Չեզոք գոտի չէր էլ, ինչ նշանակում չեզոք գոտի, որտեղ դժվարամատչելի տեղամասեր էին։ Լեռնային հատվածներ։ Այո, լեռնային հատվածներ էին։ Եվ բնականաբար, եթե դու գնում ես քո սահմանի վրա կանգնում, դա նաև Ադրբեջանի սահմանն է, չէ՞։ Այո, իհարկե։ Ոչ զինվորները իրար հետ չէին կարող է սահմանի վրա կանգնել։ Բայց չէր հայտարարվում դրա մասին, պարոն նախագահ։ Չէր հայտարարվում շատ པարզ պատճառով, որովհետև հայտարարելը դա նշանակում է քո հակառակորդին վատ դրության մեջ մտցնել եւ նրանց ստիպել, որպեսզի ինքն էլ ինչ-որ գործողությունների դիմի, որպեսզի իր ներքաղաքական իրավիճակում խնդիրներ չունենա։ Եվ դա եզակի դեպքեր չէին։ Մենք ոչ թե թմկահարում էինք այդպիսի ձեռքբերումները, այլ հանգիստ սուսուփուս, որովհետև մեզ համար կարևորը այդ շփման գիծը ունենալ պաշտպանության համար շատ ավելի բարենպաստ պայմաններում, քան գոյություն ուներ։ Եվ ոչ թե աչոք հավաքել, այդպես ասենք, էլի այդ հոտար ենք օգտագործելու։ Այսօր եւ մի քիչ առաջ ընկնեմ եւ ասեմ, մենք տեսանք Տավուշում իրադարձությունները ինչի բերեցին եւ պատճառներից մեկն էլ դա էր, արդարացիչ պատճառներից մեկը դա էր Ադրբեջանի համար նկատի ունեմ։